Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, նոյեմբերի 3 Ահա նա աղոթում է, Գործք առաքելոց 9:11 Աղոթքները ակնթարթորեն հասնում են երկինք, այն պահին, երբ Սողոսը սկսեց աղոթել, նրա ձայնն արդեն լսվել էր, սա է ճնշված, բայց աղոթող հոգու մխիթարությունը, հաճախ ինչ-որ մեկը կոտրված սրտով ծնկի է գալիս աղոթելու, բայց նրա շուրթերից դուրս են գալիս միայն հառաչանքներ և արցունքներ, սակայն այդ հառաչանքները ևս երաժշտություն են ստեղծում երկնային քնարների վրա, արցունքներն իրենց հերթին հավաքվում և տեղավորվում են երկնային անոթի մեջ, արցունքներս դիր քո շշի մեջ, Սաղմոս 56:8 Այդպիսի խնդրողին, որը վախից ու շփոթմունքից համրացել է, լավ է հասկանում Բարձրյալը, բավական է միայն երկնքին հառել արտասվաթած աչքերը, երբ Տերն արդեն լսել է քո աղոթքը և տեսել է քո արտասուքը, արցունքները երկնային ադամանդներ են, իսկ հառաչները վեր բարձրացած ձայներ, որ թռչում են մինչև երկինք և որպես երաժշտություն հնչում Եհովա Թագավորի ապարանքում, իմացիր, որ քո աղոթքը որքան էլ թույլ և հուզումնալից լինի այն, անպատասխան չի մնա, բարձր է Հակոբի սանդուղքը, բայց մեր աղոթքները հենվելով ուխտի հրեշտակին, բարձրանում են դրա անհաշվելի աստիճաններով դեպի վերաստղային աշխարհներ, մեր Աստված ոչ միայն լսում է աղոթքը, այլև սիրում է այն լսել, նա չի մոռանում խոնարհների աղաղակը, չի սիրում ամբարտավան հայացքներ և վերամբարձ խոսքեր, թագավորների գոռոզամտությունն ու սնափառությունը, կեղծ երաժշտություն և մարդկային հպարտություն, բայց վշտով լցված հոգու համար, ցավից սեղմվող շուրթերի համար, հոգոցի կամ զղջման հառաչանքի համար Եհովայի սիրտը մշտապես բաց է, նա մեր աղոթքները պահում է հիշողությունների գրքում, որպես վարդի թերթիկներ, և երբ այդ գիրքը վերջապես բացվի, այն յուրաքանչյուր երկնային բնակչի համար կլինի հաճելի անուշահոտություն, չի սպասում հավատը երկնքից հաստատման, որ ընդունված է մեր ամեն աղերսանք, Աստված, որ լսում է գիտի ամեն բան, անձամբ է շնորհքի գահից տալիս պատասխան,